ներքին նախարարությունում ինտելեկտուալ կենտրոն չկա բացր մակարդակով այսինքն նայեք ոստիկանը որ մտնում է որ այդ գյուղի իրան վերահսկողության տակը ինքը ինֆորմացիան հավաքելով այս ընտանիքում կա խնդիր խոսք ունենք հայրը կամ մայրը կամ երկուսով հոգեբանական խնդիրներ ունեն ինքը ինչ անում ինքը իրան կողմից գրում է իրան հեկավարին որ այս գյուղում այս ընտանիքում խնդիրներ կա ես որպես պատասխանատու սոցիալական խնդիրներ սկզբից ինքը իրան գծով աշխատում ինքը գրում է իրան վարչության պետին վարչության պետը զեկուցման համապատասխան տեղակալների մեկից այդ տեղակալը զեկուցման նախարարին համակարգը sense պիտի աշխատի ասում են դեղ վտանգ է երեխին կարող է տուժվի ոչ առողջ ընտանիքը խոսքինակ կարող է դաժե հարևաններին երեխան տուժվի հետո դիմում են սոցիալական ծառայության ասում են այդտեղ խնդիր կա նույն ժամանակ կապնվում են առողջապահության նախարարությունների հետ ասում են տանենք այդ մարդու կամ հոգեբանական բան մասնագետի տող գա հոգեբան տող գա ճիշտեն մի հատ ճիշտ է տեղում եթե խնդիր կա երեխուն վերցնում ենք տանում ենք մանգատուն կամ այդ մարդուն տանում ենք հոգեբուժարան ստուգում ենք նայում ենք բուժում ենք եթե նայում ենք վտանգներ կա այսինքն նայեք 0-ից մինչև 10 այս համակարգը պիտի բարձրանա վերև նորից իջնի վերև ոստիկանության տեսուչից մինչև նախարար մենք չենք կարող ասենք մենակ ոստիկան մենք ասում ենք համակարգ մինչև նախարար մենք ասում ենք հետևյալը որ կա համակարգի խնդիր այսինքն ճիշտ չի աշխատում համակարգը ամբողջ Հայաստան Հանրապետության համակարգը աշխատում է անորակ նայեք ես ասում եմ տեսուչից մինչև նախարարությունը այդ համակարգը իրար հետ պիտի համագործակցեն այսինքն սա գյուղը ասում է որ այդ մարդը հիվանդ է եղել երեխուն միշտ ծեծել են էս է եղել այն է եղել այսինքն հարևաններ գիտեն երեխաները սոված են երեխաները սոված տեսուչը չգիտի այս կանա չէ այսինքն ոստիկանությունը չգիտի դրա մասին ինֆորմացիա օպերատիվ ինֆորմացիա չունեն միջև նախարարը չեն զեկուցել այս ընտանիքի մեջ խնդրեմ կա չեն զեկուցում չեն համագործակցում սոցիալական ծառայությունների հետ սոցիալական ծառայությունը չի համագործակցում առողջապահության նախարարությունների հետ ունայեք դա ինչ է նշանակում այսօր Հայաստանում գտնվում են մարդիկ որ համակարգից գոյություն չունեն Это լուրջ խնդրեմ է։ Բայց աշխատավարձ են ստանում։ Դե ջայնդամի չել ստանան։ Բայց եթե նպատակային չի գնում այդ ծառայությունը։ Կարևորը ստանա, չի ստանա։ Հետևանքն էլ դինում։ Ինձ է հետաքրքիր է, որ հետևանքը։ Չաշխատելու հետևանքը։ Եթե լավ կաշխատեն $10,000 ամսական ստանան։ Պարոն Պողոսյան, սա առաջի դեպքը չէ, մենք հիշենք Տավուշում Խաշաթաղում էլ պապիկը երեխային հրեց։ Այդ դեպքերը շարունակելու է։ Միջև չլսեն ես ինչ եմ ասում իրանց, այդ համակարգը ընդհանրապես մի հատ կենտրոններ պիտի ստեղծված լինեն, որ իր հետ համագործակցեն կամ մի հատ կենտրոն ստեղծում են, մի հատ կենտրոնը, որ ամբողջ հետ համագործակցում է, կապվում է, միավորում են դրանք իրար հետ։ Չկա այդ բաները, մենք այս բաներից շատ հետամնացանք, մենք որպես պետություն չենք, այս բանով։ Մենք չենք հասկանում համակարգը ինչ է, մենք չէ, դրան։ Այդ դեպքում հասկանանք թաղային տեսուչի ֆունկցիան որն է։ Չէ՞ որ ընդունվում է աշխատանքի որոշակի պարտականություններ կատարելու պրոֆիլակտիկայի կապված բաներ, խնդիրներ, խոսք ունենք ինֆորմացիա հավաքում, իրավիճակը այդ գյուղում։ Բայց մասպետն ասում է մենք տեղյակ ենք եղել եւ այդ ընտանիքին օգնել ենք։ Մի վարքյան։ Եթե այդ ով ասեր Մարսպետը, ուրեմն Մարսպետի նույն օրը պիտի գնանք ձերբակալեն։ Եթե դու Մարսպետ ասում ես մենք տեղյակ ենք եղել, ուրեմն Մարսպետը զանգում այդ քաղաքի ոստիկանապետին, ասում է լսա այդ ցավոտանեմ, դեռ խնդիր կա այդ գյուղում։ Իսկ գուցե հանրությունը տվել է, բայց Մարսպետը պարտավոր է ամեն մի զանգի հետևից գնալու։ Ուրեմն ոստիկանապետ է քաղաքի։ Թող ասես այս բան չի եղել, ինձ բան չեն ասել։ Այսինքն հիմա պիտի սկսեն իրար ուտել։ Նայեք, ստեղ բան եմ ասում։ Մարսպետը եթե sense բաներ է ասում, այսինքն այդ միլպետը որտեղ նստած է այդ քաղաքի միլպետը նախարար պիտի իրան կանչի հարցը կամ զանգի հարցնի ասի լսի այդ ցավոտանեմ
այդ մարսպետը ճիշտ է ասում, որ sense ինֆորմացիա եք ունեցել։ Այդ մարդը պիտի ասի կամ հա կամ չէ։ Եթե ասում է հա, իրանել ես հանում, վարչապետ քաղաքապետին էլ այդ մարսպետին էլ պիտի հանի, կամ ձերբակալեն կամ գործ կառուցեն։ Այսինքն նշանակում է երկու համակարգը չի աշխատել։ Եթե քաղաքապետը ասում է ես տեղյակ եմ, ինչու քո սոցիալական ծառայությունը ու դեղ բաներ երևի կա իր մոտ այդ առողջապահության բաժին կա երևի որ զբաղվում է այդ քաղաքի մեջ դուք տեղյակ չեք եղել մի հատ այդ պսիխդիսպանսերը չեք տարել իրան խոսքի օրինակ ինչու տամասի բանը այս վերահսկողության տակում որտակ գտնվում է այդ ոստիկանը չի գնացել չի նայել ինչա կատարում չի եկել իրան միլպետին զեկուցեց ասում պարոն գնդապետ փող գնդապետ գիտեք այս ընտանիքը առողջ վիճակը չի վտանգներ կա ես տենում եմ վտանգներ կարող անել երեխեն կարող է կամ իրան կարող սպանեն կարող չգիտեմ ինչ շարքեն ձեր անառողջ մթնոլորտ է բոլոր դեպքերում դրանք պիտի զգու իմանալ մեկը մեկին սկսել է բան անել իրան պաշտպանում է մենք տեղյակ ենք եղել այդ բնակիչները ասում են ոչ մեկը չի եկել ոչ մի օգնություն չեն բերել չէ հիմա պիտի պարզաբանենք չէ ես նայեք մարդիկ որ պաշտոն են զբաղվածնում պիտի իրանց ձիգ պայեն ձիգ որպես պրոֆեսիոնալ որպես մարդ որպես պետական ծառայող չպիտի սկսել մի անգամ մենք տեղյակ ենք հա լավ տեղյակ ես եղել բայց ինչ ես արել որտեղ երեխուն չի սպանել ինչ ես արել բան չես արել դե գնա պատասխան տուր ես նորից ասում պրոբլեմը ստեղ սկսում է նայեք սաղ մեր նախարարներ մեծամիտ են գիտեք մեզնից միլիոն անգամ ավելի քիչ փորձ ունեն միլիարդ անգամ ավելի քիչ գիտելիքներ ունեն բայց sense մեծամիտ են ոնց իրաց դեմքերը նայում ես այդ հարցերից ժամանակ իրաց ոնց են պահում ոնց որ չգիտեմ կոսմոսից են իջել այստեղ ուրեմն ես նորից ուզում եմ ասել որ ես տենում եմ շատ լուրջ համակարգի խնդրեմ շատ լուրջ խնդիրներ տենում եմ այսինքն ոստիկանությունից միջև առողջապահության նախարարությունից այդ սոցիալական ծառայությունից այդ համակարգը չի աշխատում դե հիմա սա ասում եք տեղյակ են եղել դե ինչքան պիտի անմասնագետ լինես ինչքան պիտի աննորմալ մարդ լինես որ չգնաս այդ երեխու կյանքը նախորոք չփրկես այդ շրջանային ոստիկանը ինչու համար է պետք դե ասում են այստեղ արդեն ներընտանեկան խնդիրներ են չէ մի վարքան չի հետաքրում պետություն կա Ձեր ընտանիքը խնդրեմը ոչ մեկը չի տակում գալիս ենք ստուգում ենք խնդիրի տենում ենք տուրում ենք որ երեխու համար վտանգություն սպառնելիքներ կան խոսքը կարան սպանեն ծեծեն չէ որոշում ենք այսում երեխու տնից վերցնում ենք ինչ կապ ունի ես թքացում եմ ինչ որ ընտանիքում ինչ որ բան է կատարվում եթե ես որպես պետություն տենում են որ վտանգներ կա երեխու համար թքացում եմ իրաց ընտանիքների խնդրեմ Ես որպես պետություն պետք է երեխու կյանքը ապահովեմ ու իրան պաշտպանեմ ես։ Բայց դու ասում ենք տնական բանը խնդիրներ են ունեցել ընտանիքի մեջ։ Հետո ինչ։ Մենք հիմա ինչքան պիտի sense նայենք բան ինչ որ մեկի մոտ խնդրեմ կա։ Դե հայրը ունի, մայրը ունի, չգիտեմ, աղբերը ունի, մոտիկ բարիկաններ որ կողք ապրում են, երեխան դեռ իրավունք չունի մնա։ Վերցնում են տանում են ուրիշ տեղ։ Կամ երեխային պետք է առանձնացնել։ Այո, անպայման։ Հա, կարող է երեխու համար մի քիչ ցավալի է ալնելու, բայց կարող է լիքը ընտանիքներ կան, չէ, որ երեխին չկարա բերի, չէ։ Դե սրանից ցավալի դել արդեն։ Չէ, ուզում եմ ասեմ, երեխու համար կարող է մոմենտին ցավալի լինի, չէ, որ խոսնակ ընտանիքից զրկվել են, բայց հետագայում ինքը կհասկանա, որ պետությունը ճիշտ է արել։ Ալալ շնորհակալություն էլ կասի։ Բայց լիք ընտանիքներ չկան, որ չեն կարա երեխա ունենան, չէ, կարան վերցնեն, երեխու պահեն, չէ, գնան Մի կողմից սա, ինչպես դուք եք ասում, համակարգային փոփոխությունների կարիք ունեցող համակարգ է կամ չաշխատող։ Լսեք, դրանք չեն կարան ոչ մի բան փոխեն։ Դրանք այս մակարդակը չունեն։ Այս իմա ասեմ, որ թեման արդեն կարելի է ավարտել։ Եթե Մարսպետը ասեց, Մարսպետը ասում է, մենք տեղյակ ենք եղել,
Այդ նշանակում է իրան սոցիալական ծառայություններ պիտի տեղյակ լինի, ոստիկաններ էլ պիտի տեղյակ լինեն, եթե դուք սաղ տեղյակ եք, ու երեխուն վերջում սպանել են, այդ որ դուք տեղյակ եք ում համար է պետք, դուք սաղ պիտի գնաք պատասխան տաք, սաղ, ես ասում եմ, իրանց համար, դրանք բախտավոր մարդիկ են, քանի որ ես վարչապետ չեմ, խոսքի օրինակ, ես էլ նեի վարչապետ, այս դեպքերը ինձ կան զեկուցեն, որ սենց բան է եղել, նույն օր սա ինքը ձերբակալեմ, նույն օր այդ սպանությունը եթե իրան ձերբակալել են ու արդեն իմ կարծիքով տենց իհարկե միայն դատավորը կարող որոշի կամ քննչական կոմիտե բայց եթե ձերբակալել են մենք այլ մանրամասները չգիտենք բայց կարող է ինքը արդեն իրան ասել են ասա դու ես արել խոսքինակ ինչ որ բան են ճարել որ ասում է ինքն է արել կարող արդեն ասեցի որ ես եմ արել դրա համար ձերբակալել են սենց կասկածելի որ մենակ կասկածելով պիտի գնան ձերբակալեն դա շատ լուրջ բան է ամենախելացի մարդիկ այդ աննորմալ մարդիկ են այդ առումով եթե քանի հատ բան պատմությունից մենք գիտենք այդ Չիկատիլոյի մասին չէ Չիկատիլո 20 տարի չեն կարողացել ճարեն 20 տարի ոչ դիակը ոչ 50% դիակները չեն ճարել Չիկատիլոյին 20 տարի համարյա թե օպերատիվ աշխատանք է եղել, չէ՞։ Դա հեշտ գործ չի, բանավանդ այդ հիվանդներ այդ մոմենտում շատ բիջ են։ Դրանք հասկանում են իրանց այդ մոմենտներով ոնց պիտի անեն, ոնց դա sense մեղադրում են, որ 6 օր, 3 օր, 5 օր, 4 օր կարող մի ամիս էլ լինի։ Հիմա այդ բան չի, բա որ լապատեն վերցնի գնա փորի երեխուն դնի գետնի տակ, ոնց է ճարելու։ Խոսքինակ ձորի մեջ է գցել ինչ որ ինչքան ես հասկանում եմ, ինչ որ մի հատ տեղադրել։ Դաշտում։ Ճանապարհից մոտ ընդ որում։ Բայց եթե խոսքինակ լապատկով գնա տախի ոնց որ գերեզմանոցում տաղում են, սենց вообще չես կարա ճարես ընդհանրապես։ Այդ մոմենտում ինչ պիտի անես, ինքը երկասի ես չեմ։ Ոնց կարաս ապացուցես։ Կարող է բաներ կան, միանգամից փորձագետներ միանգամից տեսել են խոսքյունակ երիխու մոտ նշաններ կա վերցրել են իր մատների բանա մնացել որ խեղդեց կամ խփեց չէ ձերքը իրա վերցրեց գնաց դերեց ինչ որ միտեղ հետո նորից ուրիշ տեղ տեղափոխվել կարող նշաններ է մնացել մատերի նշաններ է մնացել որ ջոգեն որ վերջ մարդը որ այդ երեխա հետ շփվել է երեխա հետ շփվել ով է բռնել իրան ձերքին ոտին խոսքյունակ ինքն է եղել ասում են ասպեր ուրիշ մատ չկա մենակ դու ես ուսախ մարմիններում դու ես կում մատերիա ասեց հա ես նո ես չեմ բայց եթե sense բան կա եթե ինքի խնդիրներ ունի կարող ենք իրան ասել դու ես արել կար ասի ես եմ արել կարան ստիպեն չգիտեմ առաջերտում բոլոր դեպքերում ինչքան այդ մարդը եթե թեկուս վերցնենք ինքն ասպանել ինքը չսպանել կամ մեկ կասկածում եք չեն կասկածում բոլոր դեպքերում այդ մարդ պիտի ունենա պաշտպանություն պաստաբան պիտի ունենա անպայման այդ պաստաբանին պիտի այդ գործերից ցանոթացնեն խոսքյունակ քննչական կոմիտեն ասում է ինքն արել այդ նայ պաստեր դրանից հետո դատարանը նոր կորոշի չէ դրանից հետո պաստաբան պիտի ասի ինքը համաձայն է այդ մեղադրանքի հետ համաձայն չի եթե ինքը համաձայն չի պաստաբան ասում է չէ այդ ինչ որ դուք ներկայացնում ենք Էդի ես չեմ կարամ ընդունեմ որպես պաստ կամ որպես լուրջ պաստ, այն ժամանակ մենք բոլոր իրավունք ունենք կասկածելու։ Բայց քանի որ հարավոր պաստաբան ոչ մի բան չի ասել, մենք չգիտենք տվել են, բայց օրենքով պիտի տան, եթե ինքի փող չունեն, ձերի պիտի պետական պաստաբան պիտի աշխատի իր հետ, բայց իմ կարծիքով եթե քննչական կոմիտե կամ նախարար ասեց, որ ինքն է, դե ուրեմն իրան օպերատիվ ծառայությունը զեկուցեց, որ վստահենք, որ ինքն է, խոսքինակ ուրեմն պաստեր կան։ Լավ, խոսք օրինակ, եթե արդեն ասում են, որ սպանել են, եթե հայերը չսպանել։ Ով է սպանել։ Ով է սպանել, ուրեմն մանյակ է եղել արդեն Հայաստանում հայտնվել, որ երեխուն է սպանում։ Ավելի վտանգավոր բան է։ Ընդ որում սա երկրորդ Տիգրանն է 6 ամսվա մեջ։ Վտանգավոր բան է։ Եթե առաջ անգամ ասել են ինչ որ սպանություն չի եղել,
Իսկ հիմա ասում են սպանություն, չէ, բայց արդեն երկու երեխա է։ Խոսքը օրինակ օպերատիվ գործի մեջ sense բաներ կան։ Պատկերացնենք ինչ որ հիվանդ մարդ է հայտնվել Հայաստանում, որ գնում է երեխեքին սպանում է։ Քաղաքի մեջ դա շատ դժվար է անել, գյուղերում ավելի հեշտ իրանց համար խոսքը օրինակ, այդ մարդու համար։ Օպերատիվ ծառայողներ ասում են խոսքը օրինակ նախարարին, որ մի անգամ այդ դեպքը ա եղել, հիմա երկրորդ անգամն է, բայց օպերատիվ աշխատանքը գնում է, խոսքը ունեք եթե հայերը չի։ Բայց խոսքը ունեք դրանք գիտեն ինչ որ մարդ կա, որ սպանում է։ Ու այդ մարդը, որ չհասկանա, արդեն իր մասին գիտեն, Հասկացա։ կարան sense գործեր անեն, իբրև մեկ էլ մեղադրել են։ Շեղեն ուշադրություն։ Շեղերի զարույցով բան։ Կարող է դել լինել, մենք չգիտենք, եկեք թող դրանք։ Ժամանակը ցույց կտա։ Ժամանակը ցույց տա, հիմա կարևորը այստեղ եթե ինքն բայց ես հենց եմ ասում։ Եթե ինքն է սպանել, ուրեմն նշանակումը ինչ որ մենք հիմա ծեր հետ վերլուծել ենք, ինչ որ քննարկել ենք, այդ նշանակումը համակարգի խնդրեմ։ Որ էլի մարդիկ կան, որ պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Եթե ինքն է սպանել, ու սա ասում են հերթով, մենք գիտենք, իմացել ենք բաման, հիմա որ իմացել եք, ձեզ պիտի մեդալ տանք, հերոս տանք, օրդին տանք մի հատ։ Իմացել եք ու երեխուն ոչ մի բան չեք արել, որ երեխուն բրգեք, պիտի գնաք նստեք այդ հայերի հետ միասին։ Դուք ուրեմն նույն այդ բանի մեջ եք եղել։ Այդ նույն սպանությունն է, հասկանում եք իմ համար։ Եթե դու իմանալով, որ վտանգներ կա երեխու համար ու բան չեք անում, հետո դեպքեր է պատահում, իմ համար այդ նշանակում է իմ համար, այդ իմ համոզմունքն է։ Այդ մարդը ուրեմն պիտի պատասխան տա։